գրել անա շատ բանաստեղծություններ, հեքիաթներ ու շատ սիրում եմ բոլորն էլ։ Բոլորն էլ կարդացել եմ։ Բայց ամենաշատը Քաջնազարն եմ սիրում։ Հովհաննես Թումանյանը մեր լավ գրողներից է։ Հովհաննես Թումանյանից այս բան չեմ կարող հիշեմ ինչ-որ բան։ Գիտենք, որ Լաուրացի է, ծնվել է Դսախ գյուղում։ Այս հայոց մեծ բանաստեղծն ամենայն հայոց։ Ստեղծագործություններն եմ բավական ծանոթ, գիտեմ, որ ծնվել է Դսախ գյուղում 1865 թվականի փետրվարի 19-ին, եղել է մեր բանաստեղծը Լորվա։ Հովհաննես Թումանյանը ծնվել է Դսախ գյուղում, սիրում Գիգորն շատ սիրուն ու շատ գեղեցիկ ստեղծագործություններ ունի, Անուշը, Մարոն։ Գրել է շատ հայտնի հեքիաթներ, գրել է հենց ժողովրդի լեզվով, ինքը հենց Լոռուց է, Լոռու մարզից։ Նրա կախարդական գրիչը ուր դիպավ կատարվեց իսկական արվեստի հրաշքը, լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովերգություն թե վիպերգություն։ Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միսկևիչը լեհերի համար։ Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը։ Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծը եղավ նա իր հզոր խոսքով եւ օրինակով։ Ահա այսպիսի խոսքերով է ամբողջացրել հանճարին հանճարը Ավետիք Իսահակյանը։ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Դսեղ գյուղում։ Առանձնակի սիրով է բանաստեղծ իր ստեղծագործություններում առանձնացրել եւ նկարագրել ծննդավայրը։ Իզուր չեն Լեոյի հետեւյալ տողերը։ Դսեղը 3 կողմից շրջապատված է վիթխարի անդնդախոր ձորերով։ Ես լռում եմ, Հովհաննեսը պատմում է անվերջ, միանման քաղցրությամբ ու հիասմունքով։ Այդ րոպեին նա ինձ թվում էր մի տիտան, որին տրված է ամենադժվար հյուսվածքներ կազմել լեռնային ամեն տեսակ հմայքներից, մի կախարդ, որին մնում է մի գրիչ առնել ձեռքը, եւ ահա ամեն ինչ, ամպ ու մշուշ, արև ու հեղեղ, երկինք ու ծաղիկ, գազան ու ջրվեժ այնպես կլինեն, ինչպես նա է ուզում։ Եվ թվում էր, թե Լոռու